Պարոն Ղևոնդյան, կցանկանայի զրույցը սկսենք թերևս այս օրերին ամենաշատը քննարկվող հարցից Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆայևը Հայաստանում էր, պատվիրակությունների եկել Հայաստան, Հայաստանի իշխանությունները իրենց գործելավոճին, այսպես ասած, հավատարիմ 7 կողպեկի տակ փակ պահեցին Ադրբեջանի փոխվարչապետի այցը Հայաստան, մամուլից տեղեկացանք միայն, այն էլ ադրբեջանական մամուլից, այսօր Փաշինյանը ասաց, որ անվտանգային խնդիրի պատճառով, դրա նկատառումներից ելնելով է, այսպես ասած, գաղտնի պահվել նաև։ Ուզում եմ ձեզ հարցնել, արդյոք Հայաստանում կա անվտանգային խնդիր եւ ինչ պետք է աներ հայ հասարակությունը, եթե շուտ իմանար Մուսթաֆայևի այցի մասին։ Հայաստանում այո կա անվտանգային խնդիր, ապահովվածության եւ պաշտպանվածության խնդիր, բայց իհարկե Հայաստանի քաղաքացիների համար, իսկ գործող վարչապետի գործընկեր դաշնակիցների մասով ես չեմ կարծում, որ որևէ անվտանգային խնդիր լիներ, դա ընդհանրապես մանկամիտ, այսպես ինչ որ ընթացիկ հաստարկում էր, որի մեջ պետք է իրականում խորանալ, իսկ այցը կարևոր էր այն իմաստով, որ նախ սա պատասխան այցն էր, հայկական կողմը այդ սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովի միանգամ այց ունեցել էր Ադրբեջանի Հանրապետություն, սա պատասխան այցն էր, բայց պետք չի կարծել, որ քննարկումները, որոնք տեղի են ունեցել, դրանք տեղավորվել են միայն սահմանագծման ու սահմանազատման process-ների մեջ, այնտեղ մի շարք արձանագրությունների, ֆորմալ առողջակարգային process-ների հաստատման, ընդունման ինչ-որ այսպես վարչական գործընթացներ են տեղի ունենում, ես մարդուն ով գիտի պետությունը ոնց է աշխատում, դրա համար հասկանում որ կա այնտեղ ֆորմալության էլեմենտ, բուն բովանդակության մասով այցը հետաքրքիր էր հատկապես այն հանգամանքի զորու, որ երկու առնվազն մեզ հայտի իրադարձություն է տեղի ունեցել, նախ հանդիպում է տեղի ունեցել տեղական բիզնես էլիտայի կամ ինչ-որ բիզնես շրջանակների հետ, եւ երկրորդը կարծեմ Մուսթաֆայևը այցելել է իր այսպես կոչված ծննդավայր, այդ Ջուջևան գյուղը, կարծեմ Իջևանի շրջանում կամ նոյեմբերյանում, այդ երկուսի մասով այսպես ինֆորմացիա կար։ Պարոն Ղևոնդյան, թերևս սահմանազատման եւ սահմանագծման հարցերով հանձնաժողովի հանդիպումներ, խոսք է գնում այն մասին, որ Սյունիքից կարող է սկսվել սահմանազատումը, դրա հիմնական նպատակը այսպես կոչված TRIP-ի կյանքի կոչումներ։ Նախ ուզում եմ հարցնել, արդյոք սահմանազատումը կարող է կանաչ լույս վառել TRIP-ի համար եւ հիշում ենք նաեւ, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեռևս նախորդ տարվա վերջին հայտարարել էր ԱԺ-ի ամբիոնից, որ հնարավոր է արագացված սահմանազատում լինի նաև Սյունիքի մարզում։ Այդ ձեր վերջի շեշտադրումը շատ կարևոր էր, հնարավոր է արագացում, որովհետև թե հայկական կողմը, թե ադրբեջանական կողմը շտապում են, իրենք հասկանում են, որ TRIP-ը մեռելածին վիճակում է այս պահի դրությամբ, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքներով, դա Իրանի շուրջ տեղի ունեցող process-ներն են, ամերիկյան արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունները, բայց տեղում կան առնվազն 3 կողմեր եւ Հայաստանը այդ կողմերից մեկն է, ով շտապում են TRIP-ի կամ Զանգեզուրի միջանցքի Ադրբեջանին փոխանցելու եւ այդտեղ սահմանային ճշգրտումներ իրականացնելու մասով ճնշող կողմը նաև process-ը ակտիվացնելու տեսանկյունից Ադրբեջանը եւ ես ամենևին չեմ բացառում հակառակը կան բոլոր հիմքերը փաստելու որ այո կփորձեն Սյունիքի կողմի սահմանազատում իրականացնել որպեսզի այդ հատվածում ճշգրտումներ լինեն եւ կարողանան այդ TRIP-ի նախաստորագրած պայմանագիրը գոնե կես քայլ առաջ գցեն։ Բայց արդյոք TRIP-ը ունի նույն գրավչությունը, ինչ ուներ օրինակ օգոստոսի 8-ին այդ ստորագրված պայմանագրի շրջանում, որովհետև գիտենք TRIP-ի հիմնական նպատակը ավելի ճիշտ ըստ փորձագետների ամերիկյան հսկողությունը Իրանի սահմանին մոտ ունենալն էր, այսպես ասած։ Գիտեք ոնց TRIP-ի վերահսկողության ներքո ամերիկյան ներկայությունը այստեղ կարող էր այլ խնդիր լուծել Իրանի հետ կապված, բայց այս պահի դրությամբ ես թերահավատեմ, թե Հայաստանը կմտնի այդ process-ի տակ, հաշվի առնելով Իրանի ռազմավարությունը վերջին պատերազմի ժամանակ, այսինքն Իրանը խոցում էր բոլոր այն վայրերը, այն պետությունները, որտեղ ամերիկյան ներկայություն կար ռազմական առումով, դա լիներ հետախուզական ներկայություն, դա լիներ այսպես անմիջական մասնակցային ներկայություն եւ այլն, Ինչ վերաբերում է TRIP-ի հետ կապված այդ սահմանազատման process-ին Իրանի վերաբերմունքին եւ Հայաստանի այսպես քայլերին հիմա ավելի շատ մի քիչ անորոշության վիճակը, որը փորձում են ակտիվացնել այս կողմերը, ամերիկյան բիզնես ներկայությունը մեծ հաշվով այստեղ ինչ-որ մեծ չի լինի, որովհետև ես դեռևս չեմ հանդիպել առնվազն հաշվարկների, թե ինչպիսի օգագակ ունենա զուտ տնտեսական իմաստով, ռազմավարական ներկայացվածության իմաստով Իրանի օրակարգն է։ Իրանի օրակարգն դեռևս կիսաբաց վիճակում է, ես ենթադրում եմ, որ գոնե այնպիսի մթնոլորտ է ձևավորվում, որ Միացյալ Նահանգները եւ որոշ դաշնակիցներ զորքի ու զենքի կուտակումներ են իրականացնում
Հավանաբար ունենալու ենք պատերազմի երրորդ ցիկլը, հա, եթե հաշվի առնենք երկուսը, այս առումով TRIP-ը արևմուտքի համար սառեցված վիճակում է։ Հիմա տեղացի սուբյեկտները փորձում են ակտիվիզացնել, արանքում փորձեն այդ այսպես ասած բացվածք տան հնարավորություն, որ ասեն փորձենք ակտիվացնել process-ը, ամանասի ոչինչ։ Մենք խնդիր չունենք, մենք ունենք ուրիշ կարևորություններ, հետագայում իհարկե կարող է օգտվել process-ից։ Պարոն Ղևոնդյան, թերևս չեն կարող չխոսել նաև հայ-ռուսական հարաբերությունների մասին, այն որ ճգնաժամ է ապրում հայ-ռուսական հարաբերությունները գաղտնիք չէ, շատ սրվել է իրավիճակը, օղակը կամաց-կամաց սեղմվում է, թերևս առաջին այսպես ասած, առաջիններից մեկը, հա, ազդակներից մեկը բոլորիս հայտնի Ջերմուկի խմբականակի արգելքներ, մոտ 1.1 միլիոն ապրանք այսօր էլ է արգելվել կամ վերացվել։ Հիմա ինչ է ստացվում, հա, հայ-ռուսական հարաբերությունների մասով։ Տեսնում ենք, որ արդեն տնտեսական որոշակի, այսպես ասած, վիճակը թարանում է, սա երևացող կողմ է, այսինքն խնդիրը ուղղակի տնտեսական է, թե այլ խորքային խնդիրներ եւս կան։ Ակնհայտ է, որ խնդիրը ավելի շուտ ռազմավարական է այն իմաստով, եւ Ռուսաստանի այն իմաստով, թե Ռուսաստանը մնում է ռեգիոնում, թե չի մնում։ Ձեր նախորդ հարցներ էր կապված հայ-ռուսական հարաբերությունների հետ, այսինքն TRIP երկաթուղի հեռանկար, իսկ այդ երկաթուղին Ռուսաստանի սեփականությունն է հանդիսանում, դրա շուրջ կա կոնֆլիկտային իրավիճակ, այսպես խնդրահարույց իրավիճակ, այսպես ասենք։ Այն ամենը, ինչ որ Հայաստանը հիմա փորձում է Ռուսաստանի համար բարդ իրավիճակում իրեն թույլ տալ, երբեմն լիկտիության դրսևորումներով, հրապարակային ինչ որ տեքստեր, սրացումներ եւ այլն, ռուսները դեռևս համբերում են, բայց այստեղ մեծ հաշվով ռուսները շատ գործիքներ չունեն ճնշում գործադրելու, հա։ Գործող վարչապետը ունի այսպիսի մի բանակցային ոճ, ամեն ինչ փորձում է հանրայնացնել եւ այդ ամեն ինչը փորձում է ասոցացնել միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի, այսպես ֆորմատի, նկատեմ ՄԱԿ-ի պետությունների տրվող լիազորությունների ու պարտականությունների ֆորմատի շրջանակներում եւ ամենևին պետք չի զարմանալ, որ մի օր կառավարության նիստի ժամանակ Հայաստանի գործող վարչապետը կարող ասել կամ կոչով հանդես գալ, որ Ռուսաստանի Դաշնությունը տորպեդահարում է Հայաստանի խաղաղության ապագան եւ այլն եւ այլն։ Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերությունները վատագույն փուլ են ապրում, հա, գործիքները տարբեր են, բայց այդ գործիքների արդյունավետությունն է խիստ վիճարկելի։ Ռուսաստանը ունի տնտեսական ռեսուրսներ, հումքային ռեսուրսներ։ Ես ամենևին չեմ կարծում, որ այդ ռեսուրսների ճնշման արդյունքում Ռուսաստանը հասնի իր համար ցանկալի վիճակին, այստեղ մի ուրիշ հարց էլ կա, որն է Ռուսաստանի համար ցանկալի վիճակը։ Նայեք, մենք գործ ունենք գերտերության, միջուկային գերտերության եւ փոքր պետության հետ, հա, այսինքն Հայաստանի հնան հավասար է, ասենք, Կալուգայի մարզի 6 մի հատ քաղաքի հնայի, ասում հնա չունեն քաղաքները, բայց դա բյուջեին, հա։ Այս դրամաչափում համադրությունը տեղին չի։ Ռազմավարական գեոպոլիտիկ տեսանկյունից Հայաստանը կարող է դիմել օրինակ Միացյալ Նահանգներին իր անվտանգությունը ապահովելու տեսանկյունից։ Հայաստանը կարող է պաշտոնապես հայտարարել, որ ցանկանում է, որպեսզի 100 ռազմաբազան դուրս գա, որտեղ Թուրքիայի հետ իրենք այլևս թշնամական օրակարգեր չունեն եւ այլ եւ այլ։ Այստեղ տարբեր շերտավորումներ կա։ Իրանը այլևս նախկինը չի, որտեղ Իրանը այնուամենայնիվ կա հայ-ռուսական հարաբերություններում եւ բավականաչափ կա։ Այսինքն այստեղ բազմաթիվ եթեներ կան, որոնց ապաները միշտ չի որ այս պահի դրությամբ մենք կարող ենք ասել։ Ակնհայտ է, որ Ջերմուկի գործը դա այսպես փոքրիկ դրոշակ էր, որ ցույց տրվեց հայկական այսպես բիզնեսին եւ հայ հանրությանը, որ դուք պետք է պատասխան տաք ձեր ընտրությունների համար եւ մեծ հաշվով գեոպոլիտիկան նաեւ ազդեցություն է ունենալու բացասական առումով ձեր հետ կապված։ Ու Պրոշյան կոնյակի գործանի եւ այլն։ Ես կարծում եմ, որ այդ ցուցակը կմեծանա, ավելին ասեմ, այդպիսի խոսակցությունները շատ վաղուց են Ռուսաստանում, ծաղիկների բիզնեսի հետ կապահեցկային խնդիրներ եւ այլն եւ այլն։ Այստեղ խնդիրը գիտեք ինչու՞ն է։ Ռուսները մտածում են, որ հայկական բիզնեսը դա յուրային բիզնես է, բայց Հայաստանի քաղաքականությունը յուրային չի։ Հայաստանը իրեն դաշնակից է համարում այնպիսի երկրների, ովքեր Ռուսաստանի համար թշնամի են, բացահայտ թշնամի են, Ուկրաինային են աջակցում, հա։ Ու ռուսները այլևս չեն կարողանում այդ ամենը հանդուրժել եւ կուլ տալ, հա։ Ինչպիսի հետևանքներ կունենան, կարծում եմ մենք մեր կաշվի վրա կզգանք։ Պարոն Ղևոնդյան, այսօր նաև Փաշինյանը ասաց, որ Հայաստանում սպասվում է Զելենսկու այցին, հա, Վլադիմիր Զելենսկին ըստ էության գալիս է Հայաստան, նաև շատ քննարկվող թեմաներից մեկը այն է, որ մայիսի 4-ին կայանալիք գագաթնաժողովի օրակարգերի մեջ լինելու է նաև ռուսական երկաթուղու կոնսենսիոն կառավարումը վերցնելը եւ եվրոպացիներին տալը։ Հիմա սա եթե Մոսկվայում լսում են նման հայտարարություններ, ինչպես նաև Հայաստանի բարձրաստիճան իշխանության որոշ ներկայացուցիչներ են այս ամենի մասին խոսում, ինչ օրակարգ է ձևավորվում Մոսկվայում Հայաստանի շուրջ։ Դուք երկու կարևոր թեմայի մասին խոսեցիք, նախ Զելենսկու այցը Հայաստան եւ վստահ եմ դեֆիլեներ են լինելու այստեղ, ֆոտոներ, համատեղ զրույցներ, չգիտեմ, ինքնիշխանության մասին թեզեր եւ այլն եւ այլն։ Դրանք հստակ, ես կասեի, թարս ապտակ է Ռուսաստանին, բայց
ազդեցությունը դրանց հետևանքը պետության վրա լինելու է ճակատագրական։ Այս ֆիքսենք, անցնենք հաջորդ էլեմենտին, կապված երկաթուղու կոնցեսիոն կառավարման այդ օրակարգի եւ դրա շուրջ տեղի ունեցող մեդիա մամուլի եւ պաշտոնական հայտարարությունների մասով, ես խիստ դժվար եմ պատկերացնում, թե Հայաստանը ոնց է կարողանալու Ռուսաստանի սեփականություն հանդիսացող այդ կառույցը վերցնել, բայց եկեք մի հատ նայենք հեծի օրինակը։ Այսինքն հեծի մասով կա միջազգային արբիտրաժի որոշում եւ Հայաստանի գործող իշխանությունը ոտքերը մաքրել է այդ արբիտրաժի որոշման վրա, դեռ մի բան էլ ավել։ Հիմա եթե նույն գործիքակազմով են աշխատելու, կարծում եմ կունենանք ոչ թե լուրջ խնդիրներ, այլ լրջագույն խնդիրներ ու այսպես խտացված գազի դեֆիցիտը Հայաստանում կլինի փոքրիկ բողբոջիկներ, հա։ Չի կարելի խաղալ գեոպոլիտիկ մեծ դերակատարների հետ, ոչ էլ պետք է սարսափել նրանցից։ Պետք է հասկանալ այն հարթակները, կարելի եւ ոչ կարելի, սեփական շահերը ազգային ճիշտ տեղավորեցնելու այն միջակայքերը, որոնք քեզ հասանելի են։ Պետք չի սուբյեկտ հանդիսացող պետությունից դառնալ չուլ սեփական քայլերի հետևողականության արդյունքում։ Այո, միջազգային հարթակներում Հայաստանը դարձել է այլևս դատարկություն, չսուբյեկտ։ Դրա համար հաճախ թե Ադրբեջանը, թե Թուրքիան իրենց ազգային շահերից բխող process-ները հարկադրաբար հանրայնացնում են, հետագայում Հայաստանը շատ խելոք իրականացնում է դա։ Մենք ունենալու ենք այնուամենայնիվ կարծում եմ մի ծայրահեղ կետ, երբ Հայաստանի գործող վարչապետը հրապարակային այսպես ուղերձով հանդես գալու, որ Հայաստանը որպես ինքնիշխան հանրապետություն եւ այլն ունի խնդիրներ SSS էլեմենտի մասով եւ ասենք հայցում է միջազգային հանրության ՄԱԿ-ի կամ Միացյալ Նահանգների աջակցություն։ Զգացիք, որ ես երկրորդ անգամ այլևս այս թեման նույն հարցազրույցի մեջ ասում։ Այսինքն մենք սխալների անդունդի մեջ ավելի խորն ենք իջնում մինչև վերջ։ Ես վերջը դեռ չեմ տեսնում, բայց վերջը կարող է լինել բավական բարդ։ Ընդ որում այդ վերջը կարող է լինել օրինակ Իրանի հետ ԱՄՆ-ի պատերազմի երրորդ փուլի այդ անորոշ քաոսի մեջ ամենատարբեր process-ների տեսքով։